Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է։ Այսօր ես հյուրընկալել եմ քաղաքագետ Հարություն Կրչյանին։ Բարև ձեզ, պարոն Կրչյան։ Հետաքրքիր է, մեր մոտ ցանկացած այն պարագայում, երբ որ Ռուսաստանը հարավային Կովկասի շուրջ ինչ-որ ակտիվություն է դրսևորում, դրան զուգահեռ ակտիվանում Ադրբեջանը, կամ մի քիչ էլ դրանից առաջ իրեն հայտարարություններով, թե հայերը ստեից կրակեցին, ընդեղից կրակեցին, ու Պուտինի բեղերը, Զախարովան, մյուսը սկսում են ելույթներ ունենալ, ընդ որում իրանց ելույթները անենց մի հայասիրություն է կաթում այդ ելույթներից, մեկ մտածում ես, կարող ամենք իսկական շատ անհաջող մարդիկ ենք, որ սենց ենք ես գյոզալ մարդկանց մասին մտածում։ Մի քիչ շատ ժողովրդական ասեցի, բայց իրականում այդպես էլ պետք է խոսել, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան, թե ինչ է մեր շուրջ տեղի ունենում։ Այո, նմանությունը կա, նմանությունը եղել է եւ շարունակում է լինել։ Մի քանի դրվագով, տեսեք, Ադրբեջանը խոսում է համաձայնագիրը կամ խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատճառների մասին եւ որպես հիմնավորում բերում եւ դրա տակ դնում է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ցրելը, Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում է Ուկրաինայի սահմանադրության փոփոխությամբ։ Երկու սիամական զույգերի տեսակետ, որ արտահայտվում է, մեկը հարավային Կովկասում, մեկը ուկրաինական ճակատում։ Ոչ մի արտառոսման տեղի չի ունենում իրականում։ Զախարովան էլ իր հայտարարությունների մեջ այնպես չի, որ այսպես հայասիրության եւ հայերի նկատմամբ մեծ սիրով է տոգորված, այսօրվա իր վերջին հայտարարության մեջ հապկի մասով ինքը հայտարարում էր, որ հապկ աշխատանքներին վերադառնալը Հայաստանի համար դեռևս ժամանակ է պետք, երկար ժամանակ է պետք, որպեսզի Հայաստանը վերադառնա հապկ աշխատանքներին։ Ըստ երևույթին հերթական կանաչ լույս է Ադրբեջանի առաջ վարվում, որ Շոյգուն էլ է եկել մարդամեջ։ Շոյգուն, որ անգամ ռուսական թեմաներում չկար։ Այո, եւ նորը հայտարարություն արեց, չէ, Հայաստանի մասին։ Եվ այս համատեքստում Ռուսաստանի Դաշնությունը հերթական կանաչ լույսն է վարում Ադրբեջանի առաջ, որ գնա ռազմական գործողությունների, գնա իրավիճակի սրացման, որովհետեւ Հայաստանը հապկ աշխատանքներին վերադառնալու համար երկար ժամանակ է պետք Հայաստանին, եւ այդ ժամանակը արդեն Ռուսաստանն է որոշում, որքան է պետք, երբ է պետք։ Այս պարագայում առհասարակ կա հնարավորություն, թե չկա։ Գիտեք, անիմաստ է, Զախարովան անընդհատ խոսում է հապկից, Ռուսաստանը խոսում է հապկից, ես այս հապկի թեմային անդրադառնալ չեմ ուզում այս պահին, ես այդ թեմային վստահաբար կանդրադառնամ, դա Աստված առիթը չընձեռվի, բայց այդ առիթը ինձ համար հանդիսանալու է հայ-ադրբեջանական սահմանի հերթական էսկալացիան։ Եվ այստեղ ոչ թե ես հարցեր եմ ուղղելու Ռուսաստանի Դաշնության տխրահարճակ Հայաստանի Հանրապետությունում դեսպան Կոպիրկինին, դեսպանատան առաջ, այլ ուղղելու եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, մասնավորապես վարչապետ Փաշինյանին։ Ինչ ենք շարունակում հապկ անդամ մնալ։ Կամ լավ, եթե մենք շարունակում ենք հապկ անդամ մնալ մոտալուտ հարձակման պարագայում Ադրբեջանի, երբ որ այս հռետորաբանությունից դուրս անցնի արդեն գործողությունների Ադրբեջանի, իսկ այս հռետորաբանությունը կեղծ տեղեկատվությունների շարքը հենց այնպես չի արվում, չէ՞։ Խաղաղության պայմանագիրը տորպեդահարելու համար է արվում եւ Ադրբեջանը իրականում ի պատիվ մեր դիվանագետների հայտնվել է դիվանագիտական փակուղում եւ փակուղում հայտնված անգամ առնետն է հարցակվում եւ փորձում փակուղուց դուրս գալ։ Այս իրավիճակում հայտնի ֆիլմում էր կատաղած ոչխարի տեսքով, հա։ Տվյալ դեպքում նաեւ կարող է կատաղած ոչխար լինել, այո։ Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, մասնավորապես վարչապետ Փաշինյանը, ինչպես է մեզ ՀՀ քաղաքացիներից բացատրելու հապկ անդամ, դե յուրե անդամ մնալը։ Դե գիտեք, հասել ենք մի աստիճանի, որ Զախարովան իր ամեն օրյա, ամեն շաբաթյա բրիֆինգների ժամանակ մի Յան ազգանունով լրագրող էլ կա, որ անընդհատ առանց ամաչելու հարցեր է տալիս, դեռ մի բան էլ Զախարովայի տախմարա բարո պատասխանների վրա սկսում է հրճվել հորթի հրճվանքով։ Չէ, ընդ որում Զախարովան շատ հաճախ ժողովրդական լեզվով ասած բշտում է։ Երեք օրինակ հապկի հետ հարաբերությունները, Հայաստան-հապկ հարաբերությունները համեմատեց խոհանոցային իրավիճակի հետ, երբ որ սառնարանից միսը, սառեցված միսը հանում է, ժամանակ է պահանջում, որպեսզի այդ միսը հալվի եւ ծառայի իր նպատակին։ Գիտեք,
Ես ուղղակի ուզում եմ մեր իշխանությունների դիրքորոշումը ինչքան պիտի մեզ համոզեն, որ դա մեր երեսին չեն թքում, այլ երկնքից իջած անձրև է։ Աստված մի արասցե, եթե Ադրբեջանը գնա գործողությունների եւ մենք կրենք կորուստներ, մարդկային կորուստներ, ել մնացածի մասին չեմ խոսում։ Այդ դեպքում ոնց է բացատրելու այս իշխանությունը։ Հենց Նիկոլ Փաշինյանը ինչպես է մեզ բացատրելու, երբ որ բազմիցս ազգային ժողովի ամբիոնից կանգնել ու հայտարարել է, որ ՀԱՊԿ իր էությամբ Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք է, հավելյալ սպառնալիքներ է գեներացնում։ Լինելու է բացատրություն, այդ սառեցված, ինքնասառեցված, անգամ Զախարովն է ծաղրում մեր իշխանություններին այդ սառեցված կարգավիճակի մասով։ Իրենք էին ծաղրում ներհայաստանյան մի չակերտավոր քաղաքական չստացված գործչի, նախկին հոգևորականի սառեցված կարգավիճակի մասով։ Գոնե այստեղ հստակություն եմ ես ակնկալում Հայաստանի Հանրապետության իշխանությունների։ Լավ, այսինքն պետքա այս պարագայում այդ պետքա ցավոք շատ ենք խոսել, բայց այս պարագայում պետքա ավելի հստակ գործողությունների դիմել։ Ընդ որում ակնհայտ է դառնում, որ Աստված մի արածց է, եթե սրացումներ լինեն, ակնհայտ է դառնում, որ եվրադիտորդները պետքա մնան ու պետքա մնան։ Այստեղ արդեն կասկածի տակ դնել տեսեք, այստեղ քննարկելու տեղ կա։ Տեսեք, եվրոդիտորդների դուրս գալու կամ դուրսբերման հարցը սակարկման առարկա է դարձրել Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ ըստ երևույթին հիմնավորումը քիչ թե շատ adekvat կարող է լինել այն, որ Աստված մի արասցե, եթե սահմանին ռազմական գործողություններ սկսվեն, որևէ մեկը կարող է մեզ պատասխանել, թե եվրոդիտորդները որտեղ են շարունակելու իրենց մշտադիտարկումն իրականացնել։ Կա այս հարցի պատասխանը։ Օրինակ տեսակետներ կան, որ եվրոդիտորդները վերադառնալու են Եվրոպա շատ արագ։ Տեսակետներ կան, որ եվրոդիտորդները կարող են Երևանից իրականացնել իրենց աշխատանքը։ Հիմա այս հարցի պատասխանը պետք է ունենալ։ Այդքան էլ միանշանակ չի, որ ռազմական գործողությունների սկսման պարագայում եվրոդիտորդները կարող են շարունակել այստեղ ծառայություն իրականացնել, եւ հենց այդ է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնացել են միակողմանի զիջման Ադրբեջանին։ Իսկ իրականում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսը գնացել է զիջման։ Գիտակցված, միտումնավոր գնացել է զիջման, մտքում ունենալով կամ հիշելով Տեր-Պետրոսյանական հայտնի շրջանը, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է թուղթ ու գրիչը բերել եւ անմիջապես ստորագրել արդեն իսկ եղած առաջարկների տակ։ Այդ առաջարկների տակ նաև պատրաստ էր, եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանը ժամանակին Կազանում ստորագրել եւ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց։ Հիմա նույնն է կրկնվում։ Պատմական շրջափուլը կրկին անգամ կրկնվում է եւ կապ չունի թե հողի վրա, գետնի վրա իրերի ինչ դասավորվածություն ունենք։ Այն պահին, երբ որ հայկական կողմը պատրաստ է իրավամբ լուծումների գնալ եւ ստորագրել փաստաթուղթ, Ադրբեջանը չի ստորագրում։ Հիմա էլ է այդ իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունը գնացել է միակողմանի զիջումների, դրա մասին է խոսում նաև Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը, որ Հայաստանը գնացել է զիջումների, ցավալի զիջումների։ Այդտեղ փող զիջում չկա, կա զիջում։ Այո, մենք գնացել ենք զիջումների, այստեղ պետք չի վարանել, պետք չի այսպես ջայլամային քաղաքականություն իրականացնել։ Գնացել ենք զիջումների, դա դիվանագիտական քայլ էր, եւ այդ դիվանագիտական քայլը Ադրբեջանի նախագահին նորից գալիս է տուպիկի մասին, փակուղում։ Հիմա ես մի փոքր ոչ ստանդարտ բան կասեմ, ինձ համար գուցե կարելի լիներ ավելի հայ-ադրբեջանական բանակցությունները նույն տրամաբանությամբ շարունակել 16-րդ անգամ Երևան եկած Բաքվից փաստաթուղթը 17-րդ անգամ ուղարկել Բաքու, 18-րդ անգամ ստանալ, 19-րդ անգամ ուղարկել Բաքու եւ այդպես շարունակ, գոնե թե ավելի հետաքրքիր իրավիճակ կունենան, քան այս իրավիճակը, երբ որ այդ առնետի համեմատությունը իզուր չարի, երբ որ Ադրբեջանի նախագահը հայտնվել է փակուղում եւ սկսել է իրենից վտանգ ներկայացնել։ Թուրքիայի զարգացումները ուր կարող են հասնել ըստ ձեզ։ Իհարկե թեման շատ է, հա, մենք կտրուկ գնում դեպի մերեն մյուս հարևանի կողմը, բայց այն ժողովրդական զանգվածները, որ հիմա Թուրքիայում դուրս են եկել Էրդողանի դեմ, բանի Ստամբուլի, հա, Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման պատճառով կարող է տանել ինչ-որ մի վտանգավոր տեղ հասցնել։
Թուրքիայում իրավիճակը բավականին տխուր է, տնտեսական իրավիճակը տխուր է, երիտասարդությունը շարունակում է Թուրքիայից Սա էլ առիթ է այդ նույն երիտասարդության համար։ Երիտասարդությունը շարունակում է Թուրքիայից արտագաղթել, Թուրքիայում խոշոր քաղաքներում ընդդիմությունը ունի իշխանություն եւ Էրդողանը գնում է կոշտ միջոցներով ընդդիմությանը լրացնելու ճանապարհով։ Ըստ երևույթին Թուրքիայում լուծվում է այս պահին իմ կարծիքով արտահերթ ընտրությունների գնալ չգնալու հարցը եւ Էրդողանը փորձում է տրամադրությունները շոշափել։ Անկեղծ ասած մեծ հույսեր չեմ կապում թուրքական թե ընդդիմության թե իշխանության մասով։ Այս իրավիճակը եթե շարունակական լինի Թուրքիայում, այս իրավիճակը մեծ ձեռնտու է, որովհետև Ադրբեջանի պախանը, այսպես ասած, քանի Ադրբեջանի նախագահի պախանը խառն է Թուրքիայում, այստեղ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը էականորեն նվազում է։ Չենք կարող ասել, որ իսպառ վերանում է, բայց էականորեն նվազում է եւ այս իրավիճակը հույս ունենանք, որ Թուրքիայում շարունակական կլինի եւ որևէ հանգուցալուծում այնտեղ չենք ունենա։ Սա ամենաձեռնտու տարբերակն է, բայց պետք է հետևել իրավիճակին, որովհետեւ 2 օրվա բողոքի ցույցեր ունենք, այնպես չի, որ համատարած ամբողջ Թուրքիան դուրս է եկել փողոց եւ Էրդողանի աթոռը ճոճվում է իր տակ, բայց կարևոր քաղաքներն են ոտքի կանգնել։ Այո, Ստամբուլ, Անկարա, Տրապիզոն, խոշոր քաղաքներում իրականում ընդդիմությունը կարողանում է ժողովրդին փողոց անել, բայց կարծես թե իրավիճակը վերահսկողության ներքո է իրավապահ համակարգի Թուրքիայի։ Երբ որ մեր մոտ կամ սահմաններում լարվածություն առաջանում է, միշտ ակամայից մտածում ենք, թե ինչ կանի կամ ինչ կասի աշխարհը։ Հիմա մինչև այս պահը իրադարձությունները այնպես են զարգացել, որ աշխարհը Հայաստանի հետ հարաբերություններում, իսկ ես նկատում եմ քաղաքակիրթ աշխարհը, արևմուտքը, բավականին օբյեկտիվ ու լոյալ է։ Հիմա ժամանակը չի նաև արագացնել այդ ուղղությամբ մեր գործողությունները։ Երեք ՆԱՏՕ-ի եւ ակտիվացնել։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը ուշագրավ մի քանի հայտարարություն արեց, մասնավորապես Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման համատեքստում։ Հայաստանը պետք է խորացնի ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այսօր արդեն իսկ հայտարարություն արել Եվրամիության դեսպանը Հայաստանի Հանրապետությունում, որ շուտով համաձայնագիրը պատրաստ կլինի Հայաստան-ԵՄ ավելի խորը եւ համապարփակ համագործակցության մասով, խոսքա գնում են այնտեղ նաեւ վիզաների ազատականացման մասին։ Կարծում եմ ճիշտ ճանապարհ ենք մենք ընտրել, հաջորդ շաբաթ արդեն խորհրդարանի երկրորդ ընթերցմամբ կընդունի Եվրաքվեի նախաձեռնությունը եւ Հայաստանի Եվրամիության անդամակցության մեկնարկի օրինագիծը կընդունվի։ Այս ճանապարհին գրեթե ամեն ինչ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ճիշտ են անում, տեմպերը բավարարում են մեզ թե ոչ, կոնկրետ ինձ չեմ բավարարում, ես ավելի ռադիկալ եւ ավելի հեղափոխական քայլերի կողմնակիցն եմ, ռադիկալ բառն էլ իզուր չօգտագործեցի հատուկ փոխվարչապետի պորտֆելը զբաղեցնող մեկ փոխվարչապետի համար։ Հակառակ պարագայում այս երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը մեզ նոր պատուհասի առաջ է կանգնեցնելու։ Այստեղ կտրուկ գործողությունների համար իսկապես հասունանում է նաև այդ ՀԱՊԿ կոչեցյալը լքելու ժամանակը։ Թե ՀԱՊԿ, թե նաև ԵԱՏՄ-ն։ Դե ԵԱՏՄ-ն մի փոքր ավելի երկար գործընթաց է։ Երկար չի, լավ էլ կարճ է, եթե քաղաքական կամք լինի, իսկ այդ քաղաքական կամքը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով չկա։ Միշտ եմ ասել, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ տնտեսական կայունությունը, ենթադրյալ տնտեսական օգուտները ստացվող ԵԱՏՄ-ից պետք է դրվի կշեռքի նժարի վրա։ Տեսնենք, թե որն է ավելի ծանրակշիռ։ Եթե մեզ ուզում են համոզել, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ԵԱՏՄ-ից ստացվող տնտեսական օգուտներն ու Ռուսաստանի Դաշնության հետ այս շարունակական քիրվայությունը մեզ անվտանգություն է տալու, գիտեք, դրա պատասխանատուն օրվա իշխանություններն են, շատ լավ, եթե այդպես են մտածում, թող այդ ճանապարհն ընտրեն, բայց դրա համար պետք է պատասխան տալու ժամանակ կա։ Ռուսաստանը արդեն իսկ բացահայտ ասում է, որ այդ երկու աթոռի քաղաքականությունը ճշմարտությունների մասին է խոսում, իրականում այնպեսի լուրջ դեմքի արտահայտությամբ է Օվերչուկը կամ չգիտեմ Գալուզինը հայտարարում, որ
ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն համատեղելի չեն, կարծես մենք այդ ամեն ինչը չգիտենք։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, այդ ով չգիտի, որ այդ երկու կառույցները համատեղելի չեն։ Եվ եթե նրանք տողատակում նկատի ունեն օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունումը ու դրանից հետո պետք է անցնեն գործողության, քավլիցի թող անցնեն։ Իսկ միգուցե հենց մեր թաքնված քաղաքականությունը այդտեղ է, այսինքն իրենցից քայլը գա, այլ ոչ թե մեզնից։ Իրենք այնպես չի որ թաքցնում, որտեղ իրանք քանիցս ասել են։ Այո, իրենք բազմիցս ասել են, նաև դրա մասին խոսել է Լավրովը, հապկից դուրս գալու համատեքստում, որ եթե Հայաստանը լքի հապկը, ստիպված կլինենք Հայաստանին դուրս թողնել ԵԱՏՄ-ից։ Դուրս պիտի թողնեն, թող դուրս թողնեն։ Միշտ եմ ասել, ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, խեղճ ու կրակ քաղաքացիների նկատի ունեմ, այն օլիգարխիկ խոշոր սեփականատերերի կլուբի անդամներին բնավ նկատի չունեմ։ Սովորական միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առաջնային է իր որդիների անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության սահմանների անսասանությունը, տարածքային ամբողջականության վերականգնումը, որը խախտված է այս պահին, եւ ինչու ոչ նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում։ Իսկ Ադրբեջանի հետ կարգավորված հարաբերություններ Ռուսաստանի նման դաշնակցի հետ, հապկի հետ, ԵԱՏՄ-ի հետ, հա, Բելոռուսի հետ, անհնար է ժողովուրդ ջան, դա ապացուցված է։ Ինչ կանեն նրանք, գիտեք, մեծ հաշվով ինձ որպես միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդքան էլ չի հուզում։ Շատ ավելի լավ, ինչքան շուտ մեզ դուրս թողնեն հապկից, ԵԱՏՄ-ից եւ այլ այդպիսի ինտեգրացիոն, ճակերտավոր ինտեգրացիոն, իսկ իրականում ծավալապաշտական եւ գաղութատիրական կառույցներից այնքան լավ։ Այստեղ մտածելու տեղ ունի, ելի եմ կրկնում, այդ խոշոր սեփականատերերի եւ օլիգարխների կլուբը։ Լավ, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների նաև պայմանագիր կնքելու, խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում, այս ամենի դեպքում պարագայում մեզ այսպես թե այնպես անհրաժեշտ է ինչ-որ միջնորդ։ Երաշխավոր։ Այո։ Միջնորդ մեզ հարկավոր չի, մեզ երաշխավոր է։ Միջնորդ, որը նաև կերաշխավորի վաղը մյուս օր։ Մեզ երաշխավոր է, հստակ երաշխավոր է հարկավոր։ Ով կարա լինի այսօր այդ երաշխավորը։ Տեսեք, Եվրոպայի հետ Ադրբեջանը խնդիրներ ունի։ Ռուսաստանի Դաշնության հետ, եթե օրվա իշխանությունները խնդիրներ չունեն, առնվազն հայ ժողովուրդը խնդիրներ ունի։ Չգիտեմ, իշխանություններն ունեն թե չունեն, մայիսի 9-ին պատրաստվում են միջազգային իզգոյի հետ միասին զորահանդես դիտեն։ Այդ դրա համար կասկածի տակ եմ դնում իշխանությունները ունեն խնդիր թե չունեն, բայց ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահաբար ունի խնդիր։ Միացյալ Նահանգները քաղաքական դաշտում գիտեք քաղաքական դաշտում վայրասուն բարձրացնողների պակաս չկա, քաղաքական դաշտում մոտալուտ պատերազմի գույժը մեզ ներկայացնողների պակաս չկա, քաղաքական դաշտում իշխանություններին քարկոծողների պակաս չկա, բայց առաջարկողներ կան։ Ես քաղաքական դաշտում կա մի գործիչ կա, որ ես տեսել եմ առաջարկել։ Կան, որոնք առաջարկում են մեկ ուղղություն, այն է Միացյալ Նահանգներ։ Եվ հենց համաձայնագրի համաձայնեցման հայտարարության հրապարակումից անմիջապես հետո քաղաքական դաշտում միայն Արամ Սարգսյանը եւ Հանրապետություն կուսակցությունն է այդպիսի առաջարկ արել։ Թողնելով այդ աղմուկը, աղաղակը, հորդորել իշխանություններին անհապաղ գնալ Միացյալ Նահանգներին միջնորդ իբրև ներգրավելու կամ երաշխավոր ներգրավելու ճանապարհով։ Եկեք դիտարկենք։ Հիմա մյուսներն ինչ են ասում, որ իշխանություններն ասում են թողեք երկկողմ ադրբեջանցիների հետ գնանք, բանակցենք, իրավիճակը կայունացնենք, բերենք այդ խաղաղության պայմանագիրը։ Ես էլ հարց եմ հրապարակային ուղում։ Շատ լավ, Իլհամ Ալիևը եկավ եւ այդ փաստաթղթի տակ դրեց իր ստորագրությունը։ Դա իրավամբ գետնի վրա մեզ տալու է խաղաղություն, թե ոչ։ Եվրոդիտորդներին դուք երբ որ դիտարկել եք, օրվա իշխանություններն են դիտարկել ադրբեջանցիների հետ միասին, երբ որ դիտարկել եք երրորդ երկրի ուժեր, իրականում եվրոդիտորդները քաղաքացիական նախաձեռնություն են եւ ընդհանրապես գրիչով եւ հեռադիտակով Հայաստան-Ադրբեջան սահմանին մշտադիտարկում իրականացնող խումբ են։ Լավ արել եք։ Վաղը կարող է Ադրբեջանի նախագահը գալիս է եւ ստորագրում է այդ փաստաթուղթը։ Հնչեց երկրորդ, երրորդ երկրների ուժեր։
Եվրադիտորդները ուժեր չեն, քաղաքացիական անձինք են։ Բայց Դուք մենք ինքներդ գիտենք, չէ, ասեցիք։ մենք գիտենք, չէ, որ Ադրբեջանը թիրախավորել է հիմնականում եվրոդիտորդներին։ Օրինակ դուք Իլհամ Ալիևի կամ Ջեյհուն Բայրամովիչ, գիտեմ, այն մյուսի Ադրբեջանի նախագահի օգնականի Հաջիևի շուրթերից երբևէ լսել եք, որ օրինակ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկիր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազան պետքա դուրս գա։ Լսել եք այդպիսի բան։ Չէ, իհարկե։ Իհարկե չեք լսի, որովհետև Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, հերիք չի, դեռ մի բան էլ ունեն պայմանագրային պարտավորվածություն հետախուզական տվյալները մեկը մյուսին փոխանցելու մասով։ Իհարկե չեք լսի։ Այստեղ հիմնական խոսակցությունը եվրոդիտորդների մասով է գնում։ Էլի խնդիր չկա, եվրոդիտորդները տարածաշրջան եկել էին իրավիճակը կայունացնելու եւ իրավամբ խաղաղության բերելու։ Հիմա եթե մենք այդ փաստաթուղթը, որը անվանում ենք խաղաղության փաստաթուղթ, ստորագրում ենք, տալու է մեզ խաղաղություն, թե չի տալու։ Եթե օրվա իշխանություններին հարցնենք, ասում են դե գիտեք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը կարող է հարձակվել։ Ու օրինակներ են բերում։ Ինչպես օրինակ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Չեխոսլովակիայի վրա կամ չգիտեմ, այլ պատերազմներից են ներողություն դուք այստեղ մենք ուրեմն նորից վերադառնում ենք երաշխավորի ներգրավմանը, այո Հայաստանի Հանրապետության իշխանությունները հատկապես Ադրբեջանի այս վերջին շրջանի ապակառուցողական կեցվածքը հաշվի առնելով պետք է ամեն ինչ անեն, որպեսզի երաշխավոր ներգրավի։ Հատկապես Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Պաշտոնյայի ահազանգը Բաքու, Հիկմետ Հաջիևի շատ կոպիտ խոսակցություն է եղել, շատ կոշտ, որ անհապաղ պետքա կողմերը ստորագրեն։ Ընդ որում նաև անհապաղ ազատ արձակեն գերիներին։ Դա հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունը պետքա շատ բաց, շատ թափանցիկ, հրապարակային դիմի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի Հարավային Կովկասում իր երաշխավորությամբ, իր միջնորդությամբ, իր քավորությամբ խաղաղության պայմանագիր կնքվի։ Ընդ որում, եթե Միացյալ Նահանգները նաև սիրում է այդ Տրամփի Միացյալ Նահանգների նախագահը սիրում է այդ հազվագյուտ մետաղների թեման, մենք պարկ ասո գոնե Աստված երևի թե մեզ այդքան քար տալով նաև հազվագյուտ մետաղներ ա տվել։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը էլի առաջարկով է հանդես եկել, որ պետքա Քաջարյանի ձախափը առաջարկել օրինակ Դոնալդ Թրամփին, այդպիսով նաև մրցակցություն առաջացնելով ռուսական այդ ընկերության հետ ու նաև շահագրգռել Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի ինքն էլ հետաքրքրված։ Ընդ որում նաև լավ օրինակ էր հենց Լիդիանի օրինակը, որ այստեղ նույնպես սայլը շարժվեց տեղից։ Նաև, այնպես որ այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի։ Իսկ եթե իշխանություններին լսենք, լավ, մենք առաջարկն արեցինք, չէ՞, ձեզ հետ միասին կամ ձևավորեցինք, թե ինչ պետք է լինի։ Միջնորդ, երաշխավոր Միացյալ Նահանգներ։ Ես ձեզ խնդրում եմ, հաջորդ իսկ հնարավորության պարագայում իշխանական ներկայացուցիչներին կանգնեցրեք, խոսեցրեք ու պարզեք, թե նրանք ինչ են այս ուղղությամբ մտածում։ Իրենց որ միջնորդի ու երաշխավորի անուն է տալիս, այդ միջնորդ չկա այս աշխարհում։ Ժամանակակից աշխարհում միջնորդ ու երաշխավոր չկա։ Տպավորություն է ստեղծվում, որ իրենք միջնորդ ու երաշխավոր ասելով բացառապես պատկերացնում են Վլադիմիր Պուտինին եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այնինչ այդ ճանապարհով գնալու պարագայում Ադրբեջանի հետ երկկողմ պայմանավորվածությունների արդյունքը հերթական անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթի օրինակով խաղաղության պայմանագիրն է Ադրբեջանի նախագահը վերածելու զուգարանի թղթի։ Ու գետնի վրա մենք չենք ունենալու խաղաղություն։ Մտահոգությունները հարցերա, որ բարձրացնում ենք։ 5-րդ Շարասյան պես չեմ տորպեդահարում այդ խաղաղության պայմանագիրը։ Այսպես թե այնպես մենք մեր հարևանների հետ պետք է կարգավորենք հարաբերությունները։ Օր առաջ կարգավորենք։ Հայ-թուրքական սահմանը պետք է օր առաջ բացենք։ Ադրբեջանի հետ կոմունիկացիաները, կապուղիները պետք է օր առաջ բացենք եւ կայուն հարաբերություններ ձևավորենք։ Մարգարայի անցակետը գոնե թե բացվեց, իհարկե հումանիտար բեռների համար, այնտեղ նաև Թուրքիայում երկրաշարժի պարագայում եւս այդպիսի մի ժամանակավոր բացում։ Բայց միգուցե սա ինչ-որ մի բան նշանակում է, տա Աստված։ Ես այդքան մեծ հույսեր չունեմ, որովհետեւ Թուրքիան բազմից սա նշել, որ սահմանի բացումը ինքը կապում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հետ եւ խաղաղության ձևավորման հետ, իսկ Ադրբեջանի նախագահը տեսնում ենք, որ չի ուզում խաղաղություն։ Սահմանադրության փոփոխության հարց է բարձրացնում։ Սրանք երկու բան են հիմա նշում, հա, սահմանադրության փոփոխություն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Տեսեք, էլի
Սահմանադրության փոփոխությունը մեր խնդիրն է։ Այն որ պիտի մենք փոխենք մեր սահմանադրությունը, դրանում նորություն չկա։ 2018 թվականին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիներ դուրս եկան եւ մերժեցին Սերժին ու սերժիզմը, Սերժի գրած սահմանադրությունը, մտքում ունեին եւ պահանջ էր ձևավորվել, որ պետքա փոխվի սահմանադրությունը։ Այն կոստյումը, որ կարվել է Սերժ Սարգսյանի համար, պետքա փոխվի։ Առնվազն ձևափոխումների ենթարկվի։ Հարցը միշտ եղել է օրակարգում, կորոնավիրուսից առաջ կար քննարկում, որ պետք է հանձնաժողով ձևավորվի ու այդ աշխատանքները տարվի, պատերազմը վրա հասավ։ Դրանից հետո էլ կա այդ քննարկում։ Այստեղ Ադրբեջանը փորձում է քիթը խոթել մեր ներքին գործերի մեջ։ Այսինքն քիթը խոթել այնտեղ, որտեղ արդեն գործընթաց կնում է։ Այնտեղ, որտեղ արդեն գործընթաց կա եւ Ադրբեջանը չէր կարողանա քիթը խոթել մեր ներքին գործերի մեջ եւ մեր սահմանադրության փոփոխության հարցը բարձրացներ, եթե ուղղակի կամ անուղղակի կերպով Հայաստանի Հանրապետությունում չունենար արտակարգ եւ լիազոր դեսպանների շարք 5-րդ Շարասյան դեմքով։ Դե հիմա թող փորձի օրվա իշխանությունը սահմանադրությունը փոխի Հայաստանի Հանրապետությունում, կստացվի։ Վստահեցնում եմ ձեզ, խորհրդարանական այն կոնֆիգուրացիան, որ կա այսօր, եւ ցավոք սրտի օրվա իշխանությունների գործուն ջանքերի արդյունքում հնարավոր է նաեւ 2026 թվականին այսպիսի կոնֆիգուրացիա լինի, Հայաստանի Հանրապետությունում որևէ իշխանություն չի կարող սահմանադրությունը ժողովրդի քվեարկությամբ փոխել, որովհետև իշխանությունն ասելու է սահմանադրությունը փոխում եմ, որովհետև պետք է մեզ իրականում փոխել, ընդդիմությունն ասելու է սա Ալիևի պահանջն է։ Ու վստահեցնում եմ դա չի ստացվելու։ Սահմանադրությունը փոխելու համար պետք է խորհրդարանական ուժերի, գոնե թե ուժերի կոնսենսուս լինի, որպեսզի միասնական ճակատով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրական հանրաքվե լինի։ Հանրաքվեն լինելը պարզ է, բայց խորհրդարանում ներկայացված ուժերը անկախ նրանից իշխանություն են թե ընդդիմություն, այս հարցում պետք է ունենան կոնսենսուս եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոչ թե պառակտեն սահմանադրության ընդունման հարցում, այլ ընդհակառակը միավորող դեր ստանձնեն։ Ինչ է կարծում։ Այս տեմպերով, դե տեսեք Գյումրու օրինակը վառ օրինակ։ Գնում են մենք Գյումրու ընտրությունների խոսենք, որ չէ, գիտեք, այս հաղորդման շրջանակներում եթե խոսում ենք, այս հաղորդումը դիտարկվում է որպես քարոզչություն։ Ես որևէ այլ ուժի քարոզչություն չեմ անում, ես ընդհանրապես իբրև անկախ էքսպերտ դիտարկում եմ ընտրությունները Գյումրու։ Այս ինչը էսպես է, այս կեն ինչը այնպես։ Լավ, մենք եկանք հասանք միջնորդի թեմային եւ եկանք հասանք նաեւ ԵՀԿ Մինսկի խմբի թեմային։ Մինսկի խումբը, ԵՀԿ Մինսկի խմբի մասով, տեսեք։ Իդեպ Մինսկի խումբը մեզ պետք է թե չէ։ Մինսկի խումբը առհասարակ մեր հարցը չի։ Ադրբեջանը միշտ աղաղակում էր, բարձրաձայնում էր դեռևս, երբ որ այնտեղ հայեր էին ապրում։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործն է։ Գնացեք ձեր ներքին գործի հետ կապված ձևավորված մարմնի հետ, ինչ ուզում եք արեք։ Կուզեք լուծ արեք, դիմեք դիմեք ԵԱՀԿ, ընդունեք առաջարկներ, հետ ուղարկեք այդ առաջարկը, ինչ ուզում եք արեք, դա մեր խնդիրը չի, Ադրբեջանի ներքին գործն է դա։ Իդեպ կոչվում է Մինսկի խումբ, դիմեք Լուկաշենկոին։ Դիմեք Լուկաշենկոին, այո։ Այդտեղ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը անելիք չունի։ Իսկ այն երկու համաձայնեցված կետից երկրորդին մենք չանդրադարձանք, ձեր թույլտվությամբ դրան էլ անդրադառնանք։ Միջազգային ատյաններում փոխադարձ դիմումների հետ վերադարձի մասով։ Այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեզ ասելիք ունեն։ Արդյոք դա վերաբերվում է նաև Ադրբեջանից հնչող են հայտարարությունները, որ Ադրբեջանն ասում է, հա եկեք վերցնենք, համատեղ վերցնելու ենք, բայց Հայաստանը փոխհատուցելու խնդիր ունի եւ պետքա փոխհատուցի մեզ։ Եթե փոխհատուցումների խնդիրը Ադրբեջանը շարունակելու է բարձրացնել, գլուխներդ պատով եք տվել այդ կետը համաձայնեցրել եք Ադրբեջանի հետ։ Չեմ կարծում, թե թեման Ադրբեջանը որովհետև իրականում եկեք ծուռը նստենք դուզը խոսանք, ինչպես ասում է մեր ժողովուրդը, իրականում այդտեղ խնդիր կա։ Իրականում խնդիր կա։ Եվ ահռելի գումարների խնդիրների հետ առերեսվել, ով էլ կա հակադարձի ինձ, հրապարակային հրավիրում եմ բանավեճի, բայց պետքա պայմանավորվենք նախ որ այդ բանավեճի ֆորմատը ինչ որ առումով պետքա փակ լինի, բայց եթե շատ ուզեն բաց էլ կասենք, անուններ էլ կտանք ու կոնկրետ շահառուներին էլ կընդգծենք։ Եթե պիտի մեր սերունդների գլխին ներողություն մի քանի միլիարդ
դոլարանոց պարտք տասնյակ միլիարդ դոլարանոց պարտք կախվի, վստահաբար ես Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս գիտեմ այն ընտանիքներին, այն շահառուներին, ովքեր զբաղված են եղել դրանով եւ կոնկրետ պատասխանատուն են։ Թող այդ մարդիկ տան, հատկապես եթե պահանջնել կա այնտեղ։ Շնորհակալություն։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։ Ամենայն բարիք ձեզ։